Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք, իսկ այսօր պատրաստելու ենք շատ համեղ տորտ Կիևյան Նապոլեոն։ Կպատրաստեմ և սիրով կկիսվեմ իմ պատրաստման եղանակով, դե ինչ գնացինք։ Սկզբում պատրաստենք խմորը, անհրաժեշտ բաղադրիչները, որոնց ընդհանուր քանակությունը ես կգրեմ տեսանյութի ներքևում։ Ալյուրը մաղում ենք սեղանի վրա, վերցրել եմ 700 գրամ ալյուր, բայց ամբողջը չեմ մաղի, եթե կարիքը լինի կավելացնեմ, և սկսում ենք քերիչով անցկացնել կարագը, ահա այսպես, ինչպես ցուցադրվում է տեսանյութում։ Ահա այսպես, կարագի և ալյուրի զանգվածի վրա ավելացնում ենք սոդան և վանիլինը։ Խառնում ենք և մեջտեղում փոսիկ ենք առաջացնում։ Այնուհետև առանձնացնում ենք ձվի դեղնուցը սպիտակուցից, սպիտակուցից մենք պատրաստելու ենք բեզե, իսկ դեղնուցը ավելացնում ենք մեր ալյուրի զանգվածի։ Մի փոքր այսպես խառնում ենք ձուն, որից հետո ավելացնում ենք թթվասերը։ Եվ շարունակում ենք խառնելը անընդհատ ավելացնելով ալյուրի զանգվածից, որ ստանանք խմոր։ Երբ զանգվածը պնդանում է և աշխատում ենք ձեռքերով, ունցում ենք խմոր։ Ահա սիրելի հետևորդներ, այսպիսի խմոր պետք է ստանանք, այն շատ փափուկ է և ձեռքերին չկպչող։ Խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի, դնում ենք տոպրակների մեջ և տեղափոխում ենք սառնարան։ Իսկ այդ ընթացքում պատրաստում ենք բեզե։ Սպիտակուցը լցնում ենք հարիչի ամանի մեջ և սկսում ենք հարել, սկզբում ցածր արագությամբ, այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք արագությունը։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և լավ հարում ենք։ Ահա այսպիսի պինդ զանգված ստանալուց հետո քիչ-քիչ սկսում ենք ավելացնել շաքարավազը։ Իսկ այդ ընթացքում կարող ենք մանրացնել ընկույզը։ Շաքարավազը ավարտելուց հետո այստեղ ավելացնում ենք մի պտղունց կիտրոնի աղ, որպեսզի բեզեն հետո շատ չնստի։ Մանրացրած ընկույզը ավելացնում ենք բեզեին և խառնում ենք։ Ահա այսպես բեզեն լավ խառնելուց հետո արդեն կարող ենք անցնել թխելու գործընթացին։ Հանում ենք սառնարանից մեր գնդերը և գրտնակով բացում ենք։ Իսկ շերտերի ձևը և չափը կարող եք որոշել ինքներդ։ Ահա այսպես հավասարացնում ենք կողային հատվածները, այս կտորները պահում ենք, քանի որ 3 շերտից ավելացված կողային մասերից մենք պատրաստելու ենք ևս մեկ գունդ և թխելու ենք։ Այս ընթացքում ջեռոցը միացնում և տաքացնում ենք 180 աստիճան, շերտը տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ և վրան լցնում ենք մեր պատրաստած բեզեից։ Հավասարաչափ տարածում ենք և տեղափոխում ենք ջեռոց թխվելու։ Ինձ մոտ այն թխվեց մոտավորապես 20 րոպե։ Ահա այսպես գեղեցիկ երանգ ստանալուց հետո հանում ենք ջեռոցից և նույն կերպ թխում ենք մնացած 2 շերտերը։ Իսկ կողային մասերից ավելացած գունդը թխում ենք առանց բեզեի։ Կպատրաստենք կրեմը։ Կրեմի համար վերցնում ենք սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագ և լավ հարում ենք, այնքան մինչև կարագը լավ սպիտակի։ Լավ սպիտակելուց հետո սկսում ենք ավելացնել եփած խտացրած կաթը։ Եփած խտացրած կաթը ավելացնելուց հետո ավելացնում ենք սովորական խտացրած կաթը։
Շարունակում ենք հարել, ավարտվելուց հետո հարում ենք մոտավորապես 1 րոպե և մեր կրեմը պատրաստ է։ Չենք մոռանում ավելացնել 1 թեյ գտալ վանիլին։ Շերտերը պատրաստ են, կրեմը պատրաստ է, կարող ենք հավաքել մեր տորթը։ Կրեմը բաժանում ենք 4 մասի, վերցնում ենք մի մասը և ահա այսպես գեղեցիկ տարածում ենք։ Զգուշորեն ենք տարածում, որպեսզի բեզեն չպոկենք։ Եվ վերջում դնում ենք առանց բեզեի շերտը հակառակ կողմով և կրեմը պատում։ Իսկ այժմ տորթը վերջնական տեսքի բերելու համար պատրաստում ենք գլազուր։ Դրա համար կաթսայի մեջ լցնում ենք կակաոն և շաքարավազը և լավ խառնում ենք։ Խառնելուց հետո ավելացնում ենք ջուրը և թթվասերը։ Այս ամենը լավ խառնում ենք և տեղափոխում ենք գազօջախի վրա։ Եվ անընդհատ խառնելով եփում ենք այնքան, մինչև զանգվածը եռա։ Ամենավերջում ավելացնում ենք 2 ճաշի գդալ բուսայուղ և վերցնում ենք գազօջախի վրայից։ Այս տարբերակով ստանում ենք շատ համեղ և շատ գեղեցիկ գլազուր։ Եվ մեր տորթի վերջնական տեսքը պատրաստ կլինի գլազուրը ավելացնելուց հետո։ Գլազուրով պատելուց հետո տորթը տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 3-ից 5 ժամով, որից հետո կարող ենք կտրել և վայելել։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ շատ յուրահատուկ, շատ համեղ, շատ օրիգինալ տորթ է, խորհուրդ կտամ պատրաստեք և փորձեք, քանի որ վստահ եմ, որ շատ եք հավանելու։ Իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Իսկ այսօր էլ ձեզ համար պատրաստել էի այսքանը, շնորհակալություն հետևելու և ջերմ մեկնաբանություններ գրելու համար։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։